Վերջին հազարի համապետական ընտրություններից ինչ սպասելիքներ ունեք։ Վստահաբար մենք գնում ենք հաղթանակի եւ հատկապես այս նոր մեկնարկած մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում, երբ որ հայցելում ենք համայնքներ, շատ ակնհայտ է դառնում մեր քաղաքացիների վերաբերմունքը մեր քաղաքական ուժի նկատմամբ, հատկապես շեշտադրումները դրանք խաղաղության օրակարգն են, հաստատված խաղաղությունը, սոցիալական հարցեր, ապահովագրություն, թոշակների բարձրացում, հանդիպում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր ատեստավորմամբ նույնպես բարձրացրել իրենց աշխատավարձը, ընդհանուր առմամբ շատ դրական տպավորություններով ենք վերադարձել։ Նշեցիք, որ դրական է եղել ամեն ինչ, բայց մենք եւս սոցիալական հարցումներ ենք իրականացնում, առայժմ միայն Երևանում եւ նկատում ենք, որ իշխանության նկատմամբ բավականին մեծ հիասթափություն կա։ Սա ինչով է պայմանավորում եւ անգամ թոշակները վերջերս բարձրացնելուց հետո էլ թոշակառուների մոտ էլ կա հիասթափություն։ Ես ճիշտ ասած ձեր հարցումները պատիվ չեմ ունեցել տեսնել, ծանոթանալ դրանց, բայց ես պետք է ասեմ, որ իմ անձնական շփումներով ես միանշանակ նման բացասական վերաբերմունք չեմ հանդիպել եւ մարդիկ Երևանում հատկապես չեն կարող չնկատել տրանսպորտի ռեֆորմները, մանկապարտեզների աշխատողներ չեն կարող չնկատել իրենց աշխատավարձի բարձրացումները եւ առհասարակ ֆոնը ընդհանուր չի կարող բացասական լինի, որովհետեւ մարդիկ ապրում են աննախադեպ խաղաղ վիճակում, խաղաղ միջավայրը տրամադրում է դրական մեր քաղաքացիներին։ Եվ մինչև համապետական ընտրությունները գարնանը կարող ենք մենք սպասել, որ ձեր նշված խաղաղությունը իրապես կհաստատվի եւ նախաստորագրումից քայլ կարվի վերջնական ստորագրման։ Խաղաղությունը հաստատվել է այն պահին, երբ որ կողմերը նախաստորագրել են եւ սկսել է տնտեսական հոսքերը տարածաշրջանում, ավելի մեծ երաշխիք կան ապաշրջափակումն է, տնտեսական համագործակցությունը չկա, իսկ ինչ վերաբերում է բուն պայմանագրի ստորագրմանը, մենք ասել ենք եւ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ պայմանագիրը կարող է հենց այս պահին ստորագրվի, մենք սպասում ենք հարևան պետության ստորագրման պատրաստակամության պահին Հայաստանի Հանրապետությունը օր առաջ պատրաստ է։ Բայց դու գիտեք, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում, ստորագրվել է խաղաղության հռչակագիրը եւ ըստ էության ես կարծում եմ, որ կարող ենք լավատեսորեն տրամադրվել բուն ստորագրման փաստին։